Երկար ժամանակ է ինչ դերասան Կարեն Ասլանյանը եթերում չի երևում և ակտիվություն չէր ցուցաբերում նաև սոցիալական ցանցերում։ Նրա բացակայությունը զգալի էր ոչ միայն շոու-բիզնեսի աշխարհում, այլև նրա մեծաթիվ երկրպագուների համար, որոնք անհամբերությամբ սպասում էին սիրելի դերասանին կրկին էկրաններին տեսնելու հնարավորությանը։ Այս ընթացքում շատերը հետաքրքրվում էին, թե ինչու դերասանը չէր ներկայանում նոր նախագծերում, իսկ նրա լռությունը հաճախ քննարկման առիթ էր տալիս սոցիալական հարթակներում։ Բայց վերջապես, ինչպես ասում է, լավ բաներին արժե երկար սպասել։ Կարեն Ասլանյանը շուտով վերադառնում է ոչ միայն մեկ, այլ միանգամից մի քանի հետաքրքիր նախագծերով։ Այս լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հեռուստադիտողների շրջանում։ Նրանցից շատերն արդեն փորձում են ենթադրություններ անել, թե որ նախագծերում նա կմասնակցի, ինչ դերերով հանդես կգա և ինչ նոր կերպարներ կհայտնվեն նրա շնորհիվ։ Միաժամանակ շարունակվում են շրջանառվել խոսակցություններ այն մասին, թե արդյոք Կարեն Ասլանյանը կվերադառնա Դիանա Գրիգորյանի նախագծերին։ Շատերը համոզված են, որ նրանց նախկին համագործակցությունը հաջող էր և Վերջին զանգը սերիալը կարող է ևս մեկ հարթակ լինել դերասանի վերադառնալու համար։ Սակայն ինչպես նշել է ինքը Կարեն Ասլանյանն, այդ հնարավորությունն այս պահին այնքան էլ մեծ չէ։ Ավելին դիտեք տեսանյութում։ Բարի կեսօր սիրելիներս, անկեղծ ասած ձեզ շատ եմ կարոտել ու այս ընթացքում, այս եթերային դադարի ընթացքում ես բազում հարցերի լուծումներ տվեցի, կարգավորեցի անձնական կյանքս եւ ամենակարևորը հավաքեցի ավելորդ քաշ, որից սկսում եմ ազատվել, որովհետեւ պետք է սկսենք նախագծեր, հեռուստասերիալներ, 25 մասնանոց ֆիլմեր, նշեմ հովանավորները եւ նկարահանման տեխնիկան ամբողջ ընթացքի մեջ է եւ արդեն կարծում եմ մոտ ամիսներ հետո եթերային դադարը կավարտվի եւ Ասլանյանը իր լավագույն ֆորմեն դե գիտեք որն է, մարմնի կառուցվածքը կվերադառնա եթեր։ Նշեմ այս ընթացքում շատ են եղել առաջարկները, բայց քանի որ ես պատրաստ չեմ եղել թե հոգեպես, թե ֆիզիկապես նկարահանվելու այդքան նախագծերից հետո։ Ինչպես երևում է նրա խոսքից, կան մի շարք այլ նախագծեր, որոնց շուրջ արդեն ընթացքի մեջ են աշխատանքները և հնարավոր է, որ այս փուլում նա ընտրի նոր ուղղություններ ու սերիալներ, որտեղ կարող է առավել ինքնադրսևորվել։ Դերասանը նաև ընդգծել է, որ վերադառնում է լի էներգիայով, նոր գաղափարներով և մեծ ցանկությամբ կրկին շփվելու իր հանդիսատեսի հետ։ Նրա վերադարձը կարող է նոր թափ հաղորդել հեռուստատեսային նախագծերին, իսկ հեռուստադիտողները, որոնք երկար ժամանակ սպասել են, այժմ կրկին հնարավորություն կունենան վայելելու իրենց սիրված դերասանի խաղը։ Անկասկած Կարեն Ասլանյանի վերադարձը խոստանում է լինել խոստումնալից և բազմաշերտ հարստացնելով հայկական հեռուստաեթերը նոր որակով ու բովանդակությամբ։ Նշենք, որ հունվարի 4-ին Կարեն Ասլանյանը Կիպրոսում ամուսնացավ 27-ամյա Անա Ասլանյանի հետ։ Զույգը ԶԱԳՍավորվել է դեռևս դեկտեմբերի 16-ին։ Կարենի ու Անայի հայաստանյան հարսանեկան արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ին, այդպես էին նշել, սակայն այն տեղի չունեցավ կամ գոնե հանրային չդարձավ։ Աննան երկար տարիներ ընտանիքի հետ բնակվում է Նիդերլանդներում, այնտեղ ունի գեղեցկության սրահ։ Ամուսնությունից հետո նա տեղափոխվել է Հայաստան և կշարունակի աշխատել այստեղ։ Կարենն ու Աննան հյուրընկալվել էին Ամալիա Հովհաննիսյանի Life Room սեր հաղորդմանն ու խոսել ամուսնությունից։ Կարենը պատմել էր նաև խաղատներ գնալու և Աստվածաշունչ կարդալով փոխվելու մասին։ Միասին ենք ամռանից, հուլիսից, շատ պատահական ենք ծանոթացել, այնուհետև շփվել ենք համացանցով։ Մոտ 2-3 ամիս միմյանց ճանաչելուց հետո կրկին հանդիպել ենք։ Աննան եկավ Հայաստան, հանդիպեցինք, շփվեցինք ու նորից վերադարձավ Նիդերլանդներ։ Մեր բաժանումը տևում էր 15-20 օր, ես զբաղված էի, չէի կարողանում գնալ, Աննան էր գալիս Հայաստան, մեզ Աստված է միավորել, ամեն ինչ ստացվեց Աստծո կամքով։ Ընտանիք կազմելուց հետո էլ մեր կյանքը շարունակվում է ավելի գունավոր ու գեղեցիկ։ Ինձ համար շատ կարևոր է ընտրյալիս անցած ճանապարհը, բարոյականությունը, դաստիարակությունը և հայեցիությունը։ Աննային ընտրել եմ թե մտքով, թե սրտով։ Աննան շատ փակ, խաղաղ ու հանգիստ մարդ է, կարողանում է ինձ բալանսավորել։ Շատ կարևոր է, որ կողքիդ կինը քեզ հասկանում է և դուք ներդաշնակ եք։ Ամեն ինչ շատ արագ դասավորվեց, հենց նրան տեսա, ասացի ինքն ա ու վերջ։
Իհարկե ունեցել ենք բարդ շրջան, բայց հիմա Աստծո կամքով ամեն ինչ շատ լավ է, շատ վիրավոր ու բաց տեղեր ունեի, որոնք լցվեցին ու բուժվեցին Աննայի շնորհիվ։ Մի գեղեցիկ արտահայտություն կա, երջանկությունը լռություն է սիրում, այդ պատճառով էլ գաղտնի ենք պահել մեր հարաբերությունները։ Միշտ ուզել եմ կողքիս աղջիկը ճանաչված չլինի։ Հետամնաց չեմ, պարզապես այդպիսի ցանկություն եմ ունեցել ու այդպես էլ ստացվեց։ Երկու եղբայր ենք, հայրս ասում է, վերջապես մեր տուն լույս եկավ։ Որոշել եմ Հայաստանում ևս Անայի համար գեղեցկության սրահ բացել, բայց միայն աղջիկների համար, քանի որ շատ խանդոտ է։ 11 տարի անդադար եթերում եմ եղել գլխավոր դերեր, երգեր, տեսահոլովակներ։ Ես անընդհատ տալիս էի հանդիսատեսին ու հեռուստադիտողին իմ էներգիան և ներսս դատարկվում էր, լցնող չկար։ Վերջին տարիներին իմ կյանքում ոչինչ չէր ստացվում, թե բիզնեսում, թե անձնականում։ Ամբողջությամբ սպառվել էի, չգիտեի ամեն ինչ թողնել գնալ, թե մնալ։ Որոշեցի գնալ Մոսկվա, բայց հասկացա, որ տեղանքն ինձ չի փոխի։ Պետք է ինքդ քեզ փոխես։ Մի անգամ մի քանի օրով Մոսկվայից Հայաստան էի եկել, մայրս ասաց Աստվածաշունչ կարդա։ Կարդացի։ Սկզբում շատ դժվար էր։ Կարծես չարը չթողներ, որ կարդայի ու հասկանայի։ Սկսեցի նույն բանն այնքան կարդալ, մինչև հասկանամ։ Աստվածաշունչ կարդալով հարցերիս պատասխանները ստացա, ապավինեցի Աստծուն ու ինձ մոտ ամեն ինչ ստացվեց։ Ձեռքերիս գորտնուկներ կային, բոլոր հնարավոր միջոցներին դիմել էի, չէր անցնում։ 3 օրում աղոթքով անցավ։ Կյանքիս ինչ-որ շրջանում կորցրել էի կամքս։ Կարծում էի իմը փառքն է, գնում էի խաղատներ, գիտակցում էի, որ սխալ է, բայց դա ինձ դուր էր գալիս։ Այդ էմոցիաներն ու ադրենալինը որևէ այլ տեղ չէի գտնում։ Մտածում էի, երբ ցանկանամ, այլևս չեմ գնա, բայց հասկացա, որ ոչ։ Մի օր ասում էի այլևս չեմ անի, հաջորդ օրը նորից անում էի։ Հաջողակ մարդ եմ, մեծ շահումներ էլ եմ ունեցել, բայց դա այնքան վատ բան է, այնպես չէ չես կարող հաղթել, հարցն այն է, որքանով կգնահատես շահածդ ու ավելիին չես ձգտի կորցնելով ունեցածդ։ Ոչ ոքի երբեք պարտք չեմ մնացել, պարզապես կարող էի շատ ավելին ստեղծել, բայց խաղացել եմ ու կորցրել։ Մի պահ մեկը դառնում էր 4, հետո այդ 4-ը դառնում էր -2, Աստվածաշունչ կարդալուց հետո հավաքվեցի ու մեկ օրում ասացի վերջ։